Ողջույն բոլորին, ես Դավիթ Ռակուրսն եմ, դուք դիտում եք առանց սահման հաղորդման հերթական թողարկումը, ու այս թողարկումը լինելու է մաքսիմալ յուրահատուկ ու հետաքրքիր։ Ինչու՞, ասեմ։ Մենք այսօր կպատմենք մեր նոր հովանավորի Պետրոլերոյի մասին։ Դրան գումարած կունենանք մի փորձ, որը Հայաստանում առաջինը մենք ենք անելու։ Իսկ թե ինչ փորձ ու ինչի մասին կիմանաք քիչ անց։ Միայն կասեմ, որ այդ ամեն ինչը կատարվել է մեր գործընկեր ՏՏ Հաշում։ Եվ այսպես մենք գնում ենք, որպեսզի գնենք ձեթը ու արդեն փորձարկումը սկսենք։ Արի։ Հիմա մեզ կմիանա նաև Ռոլանդը։ Հիմա քանի ձեթը չենք առել, Ռոլ։ Ես խնդրում եմ պատմես ինչ է իրանից ներկայացնում Присадка ասածը։ Привет, мой дорогой брат. Так как нас смотрят с России и смотрят про присадки, давай по-русски расскажу. Ես կթարգմանեմ, если что. Да. Смотри, любое масло моторное, оно изначально имеет свой какой-то пакет присадок. Конкретно Петролера это уже отдельные добавки, отдельные присадки в масло двигателя, которые усиливают его свойства. При холодных стартах, на больших нагрузках, когда идет масляное голодание двигателя, они защищают поршня, защищают вкладыши, защищают толкатели, убирают звуки, убирают жор масла. То есть если двигатель расходует масло, с присадками Петролера он начинает меньше расходовать масло или вообще полностью прекращается расход масла. Защищает в пробках, когда масло перегревается. Любое масло, когда перегревается, оно начинает терять свои свойства. Петролера, присадки, они помогают вот это свойство масла не терять, так сказать. На холодных стартах, когда масло долгое время внизу, то есть находится в поддоне, верхние детали двигателя не смазываются маслом, там и благодаря присадкам остается пленка, которая даже при холодных стартах, при некачественном масле, она защищает двигатель и не дает ему повреждаться. Բայց խոսքը չի գնում, չէ՞ վնասված շարժիչների մասին։ Այսինքն թյուր կարծիք չստեղծվի, որ եթե շարժիչը խնդիր ունի ձայնագալի, լցնում ես ինքդ սխալել ուղղում է։ Ուրեմն մեզ հետևողներ հակիրճ ներկայացնում, Պետրոլերոն ինքը ստեղծում է շեր, որը յուղը դարձնում է ավելի արդյունավետ, այսինքն գեր տաքանալուց, գեր ուժեղ նագրուսկանից, երբ որ շարժիչը սկսում է մաքսիմալ նագրուսկով աշխատել, յուղը ինչ որ պահի կորցնում է իր այսպես ասած որակը իր իմասնակորում, իսկ այս Присадка հայերեն է, թե ինքը ոնց է նստվածք, ոնց ինստրումենտի շուտ նստվածքուցքը Присадкան համ օգնում է յուղի այդ որակը երկար պահպանել, համ նույնիսկ եթե յուղը արդեն կորցել է մասամբ իր որակը, ինքը լրացնում է այդ պակասը, բայց խոսքը գնում է աշխատող նորմալ շարժիչների մասին, այսինքն եթե մեքենան խնդիր ունի կտկտոց անգել, այդ մեկը շարժիչագործի մոտ գնանք։ Այո, գնանք ընտրենք ձեթը։ Գնանք ընտրենք ձեթը, ամենակարևորը։ Սենց բանելով է փորձարկել։ Ռուսաստան, Էրիկ Դավիդիչ։ Էրիկ Դավիդիչը։ Մասլо։ Կա ինչ-որ հատուկ նախընտրած, թե էական չի ստեղծի։ Այսինքն նես չի, եթե մենք մեքենայի յուղ չենք լցնում, լավ ձեթը բան կփոխի։ Դե արի։ Ինձ թվում է, եթե տենց է կարելի է էժան առնել, հա։ 6 լիտր վերցնում ենք։ Ինչ մեքենայի մեջ ենք լցնելու, գիտես։ BMW F-Yersun 340i X-Drive, Stage 3. Stage 3, հա։ Փաստորեն շատ ուժեղ տյունինգ արած մեքենա է լինելու։ Իրական ես մեքենան տեսել եմ, բայց չգիտեմ, որ ինքը Stage 3 արած։ Происходит замена масла в двигателе, человек заливает масло и потом заливает Петролеру. Լավ, բայց արդյոք ձեթը համարվում է համեմատաբար շուտ տաքացող հեղուկ։ Ճիշտ է։ Հիմա եթե մանավանդ ինքը Stage 3 ենք, սովորական շատ նագրուսկով աշխատում, sense թե այնց ոնց որ զավոդի Формի չափ, հա։ Արդյոք մենք մեքենան չենք վնասի։ Я уверен. Հա։ Ничего не будет. Քիչ անց մենք նաև կծանոթանանք ու կխոսենք Կարենի հետ, ով ներկայացնում է Պետրոլերո ընկերությունը, ու կիմանանք նախ ինչ հատկություններ ունի, ու ինչ է նշանակում այդ վրայի թվերը։ Գրանք։ Давайте. Այժմ կզրուցենք Պետրոլերո ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Կարեն Խաչատրյանի հետ։ Կարջան, ինձ կասես, ես օրինակ տեսա այդ տուփերի վրա կան թվեր, դրանք ինչի համար են։
Տարբեր մեքենաների համար էլի, Petrolero առաջինը, performance-ը օրինակ մինչև 500-ի արժանոց մեքենաների համար էլի, որի յուղնոր այսինքն 530, 540, 1040, 30 ու 40 վիասկեստի դեպքում էլի։ Իսկ մինչև մաքսիմումը քանի դիաուժի համար նախատեսված պրիսադկաներ կան։ Մինչև 2000 դիաուժի համար նախատեսված պրիսադկաներ կան։ Այդ երևի 7-րդն է։ Մենք այսօր որ Այսօր դիլացենք հարուտի մեքենայի մեջ։ իսկ կա տես բան որ եթե օրինակ իրան յուղի հետ խառնելացրել ես, յուղը ավելի ուշ պետքա փոխես։ Вообще յուղը պետք է փոխվի մինչև 7000 կիլոմետրին էլ ինքը։ Մանավանդ եթե քաղաքի մեջ շատ քիչ է, յուղը շուշում է փոխվել։ Ну սովորականն էլ չէ, համարվում 8-ից 10000-ը նորմա է, եթե դրա Սովորական այդ խանութի յուղերն ու շմարտի կառնին գլացեն մեքենաների մեջը 3-4000-ին արդեն իր հատկությունը կորի է։ Դեգրադացիա կեշտա էլ յուղի ինքը յուղնոր տակնագը։ այդ Հայաստանի պայմաններում թե ընդհանրապես Ընդանուր։ Հա, այսինքն եթե տենց հաշվարկենք, մի 2-3000 էլ Petrolero-ն երկարացնում է կյանքը։ 7000 կիլոմետր հանգիստ կարելի է քշել։ Իսկ Պրեսադեշնի պակետ կավելանա էլ մեջ։ կա ինչ-որ տենց յուղի տեսակ, որի հետ կարող է օրինակ ինքը տենց ինչ-որ փրթիկներ, այսպես ասած, առաջացնի, չէ։ Յուղի վարակը բարձրացած է։ Ես եթե անկեղծ անհամբերություն սպասում եմ այդ պահը, հա, երբ ենք իսկ առաջինը լցվում է ձեթը, ինքը խոդա տրվում մի քիչ տարածում է, թե Միան պրիսադկա, ավտոն խոդի կնի 2 րոպե կաշադի սախ խառնավ իրար ու կշարժենք։ Այսինքն պրիսադկան իրան սարքում է սովորական յուղի պես, մեքենայի յուղի պես։ Ինքը պելոնկա կստեղծեց շփման տեղերը ու հաշվար ավտոն շոր յուղավյանն էլի։ Հեսա տեսնենք։ Իմիջայլոց, եթե ձեզ հետաքրքրեց ու մտածում եք որտեղից կարելի է գնել Petrolero-ի պրիսադկաները, մենք այստեղ կթողնենք հղումները, իսկ դուք բաժանորդագրվեք մեզ առանց սահմանին, որպեսզի բաց թողնեք այդ հետաքրքիր պահերը։ Իսկ մենք հասանք TTH։ Մենաչինա իմ կավեն։ Լյատավո։ Օ, Բարև ձեզ։ հարգանքներս, բարև ձեզ։ Ձեզ։ Առանձին շնորհակալություն ենք հայտնում TTH-ին, ում շնորհիվ մենք կարողացանք նաև այս փորձարկումը այսօր կատարել։ Եթե ունեք մեքենա ուզում եք իրան ճիշտ գրագետ տյունինգ անել, ապա համեցեք TTH։ Որ ավտոյի մեջ հիմա ձեթ ենք լցնելու, որ ուղակի լցնենք, ինչ կլինի։ Որտեղ լցնես ձեթը։ Յուղը թափելու ենք ու չէ, մատորի։ Մատորի յուղը հիմա թափում ենք ու 6 հատ սովորական ձեթ ենք լցնում, 6 հատ պրիսադկա, այն պրիսադկաներից։ Ինքը շերտա ստեղծելու մատորը աշխատի։ Այդ ավտոն դու գնա սովետաշին։ Ռասկուլաչի տարեք ծախեք։ Եթե գիտեք հայերեն ոնց է ռասկուլաչիտը գրեք։ Դուք մեքենա ունեք։ Բայց շակով ես հասկանում։ Ուղղակի ֆինանսապես կայուն եկամուտ կա։ Շատ բագաժնիկը բացեմ։ Հա, տյունինգով եք զբաղվում, հասկացա։ Լավ, ըստ ձեզ ինչ կլինի, որ լցնենք ուղղակի ձեթը։ Տրամաբանորեն։ Ուղղակի ձեթով չի աշխատի, բայց ես լսել եմ, որ եթե այդ պրիսադկից լցնենք, կարող մինչև կիրովական գնան հետ գան։ Չգիտեմ, ճիշտ է թե չէ։ Բայց կիրովական։ Դե տենց հեռուտ է օրինակ։ Հա։ Լավ։ Ճիշտ է, չէ՞ ասում։ Դուք որտեղից եք, կիրովականից եք։ Հա, այսօր տուն եք ուզում գնաք, պապուծի մեքենա եք փնտրում, լավ։ Դե, տեսնենք հեսա ոնց է այդ ամեն ինչը։ Լսենք հասկանանք։ Եկեք։ Մեքենան մտնում է բոքսեր, հիմա թափում ենք հին յուղը։ Ինձ հետաքրքրում է շատ կարևոր հարց, որ այդքան Դավիթը վարում է այս հաղորդումը, ինքը արդյոք տեղյակ է, քանի թողարկում է եղել ու քանի տարի է ինքը կա այսքանը։ Դավիթ ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինձ խնդրեմ կասեք, ինչ։ Ինչ։
Օրինակ, քանի թողարկում եք արել դուք այս հաղորդման շրջանակներում, որը կոչվում է առանց սահման։ 41։ Իսկ որ Արեն այնտեղից չհուշեր դուք չէիք իմանալու միթե, Ես ասելու եի 42։ Մի հատ։ որովհետև այս մեկն եք մոնտաժ անելու։ Մտովի։ Նա կարողացավ դուրս գալ այդ հարցաշարից։ Լավ, մի րոպե, սպասիր, ես եւս մեկ հարց ունեմ։ Քանի տարի է ինչ կա առանց սահմանը։ Շուտով 3։ Իսկ այս լոգոն ինչ է նշանակում։ Որ մեկը։ Այն որ սինց է։ Դա նշանակում է սահմաններից դուրս մտածողությունը, ձգտումը դեպի էքստրեմին, հավերժության գաղափարը, նոր մտքի շունչը։ Այդ հենց նոր ստեղծագործեցիր։ Արեն, խնդրում եմ կմոտենաս, հենց հիմա ստուգում ենք դա իրական է թե չէ։ Արեն, խնդրում եմ ինձ ասա ինչ է կոչվում այս լոգոյի բացատրությունը։ Ոնց է բացատրում։ Առանց սահմանա, գիտես, ես առանց սահմանա անգլերեն ուղղակի ինիցիալներով։ Բացատրությունը։ Առանց սահման։ Առանց սահման։ Всё։ Դե ինչ ձեթը պատրաստ է, հավելանյութը պատրաստ է, գնացինք։ Հիմա հերթով բացենք, լցնենք։ Մի անգամի տենանք այդ ձեթը։ Մենք չենք։ Սորական ձեթա։ Աղետները լավ։ Լավ, էս, ահա։ Առաջինը գնաց։ Ընդհանուր 7 լիտր պետք է ստանանք։ Այսքան ցեխով։ Adzեթով։ Ահա։ Հիմա գնաց հաջորդ ձեթը։ Երեխեքն այնց վատ բան եմ հիմա ասում, որ ես օգնում եմ այս մեքենան հիվանդանալ։ Այս երկու օր հազում է, գիտես, չէ՞։ Իսկ եթե ուզում եք տեսնեք, թե ինչ եղավ այս մեքենայի հետ, դիտեք առանց սահման հաղորդումը։ Քանի դեռ մեքենան տաքանում է եւ մեջի այդ նյութերը խառնվում են, ես արդից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել առանց սահման հաղորդման գլխավոր հովանավոր Գալֆին։ Գալֆը Հայաստան ներմուծում որակյալ վառելիք եւ արդեն 15 լցակայիններում դուք կարող եք լիցքավորել որակյալ բենզինով, դիզելով եւ հեղուկ գազով։ Այնպես որ սիրով սպասում ենք։ Եվ այսպես մենք գնացինք։ Ուր ենք գնալու Լեննական, Կիրովական ու հետ, ճիշտ է։ Հա։ Գնում ենք հիմա Լեննական, այնտեղից Կիրովական ու նույն ճանապարհով հետ գալիս։ Գնացինք։ Օպա։ Հիմա մի հատ էլ ֆիքսենք սպիդոմետրը, ինչքան է շատ, այս պահին։ Так։ Կարանք զրոյացնենք այս 4 տակ։ 1908։ Մի երևի 2 կիլոմետր 3 մաքսիմում քշել ենք։ Հեսա ստեղից ստարտը կտրվի, կգնանք կգանք ու կֆիքսենք թե ինչքան քշեցինք սովորական բուսական ձեթով։ Non, կոֆե, ոնց, գալֆի համեղագույն կոֆե չես խմում։
Հա, չես խմում, թե հախում ես։ Հա, օքեյ, լավ։ Եթե դուք եք գնում ինչ-որ տեղ, ճանապարհին անպայման լիցքավորվում եք գալֆի որակյալ վառելիքով, վերցնում համեղ սուրճ ու համեղ հոթ-դոգ ու ճանապարհը դառնում է ավելի ուրախ։ Վերջ, մենք պատրաստ ենք։ Հիմա որ փորձը ստացվի, ինչքան ժամանակ հետո յուղը ցանկալի է հետ փոխենք նորմալ յուղի։ Ну, հասկանում եմ փորձ։ Երևան յուղը հետ կփոխենք, որ նայենք ֆիլտրի վիճակը ինչն է։ Բայց եթե ամեն ինչ լինում է լավ, դա նշանակում է, որ եթե ձեթով մեքենան սենց աշխատեց, նորմալ որակյալ յուղ եթե լցնեք մեքենայի մեջ ու լցնեք այս հավելանյութը, շարժիչը շատ ավելի երկար ու ավելի լավ կծառայի։ Ես տղաների հետ որ խոսում եմ, ոնց հասկացա, ռոլ դու էլ եթե սխալ եմ ուղի, այս հավելանյութը մասնավորապես չէ, ավելի շատ խորհրդատրվում այն մեքենաներին, որոնք մի քիչ համատաբար հին են ու շարժիչը ունի մաշվածություն, չէ։ Смотри, и так, когда мы покупаем новую машину, у нас новый двигатель, мы заливаем присадки для того, чтобы сохранить ресурс, чтобы у нас двигатель был в максимально возможно новом состоянии очень длительное время. А когда у нас старый двигатель, старая машина, мы это делаем для того, чтобы не было расхода масла. Если начинается расход масла, вы можете это не понять, масло будет меньше, чем нужный уровень, мотор может стукануть. Մի խոսքով, եթե ձեր մեքենայի շարժիչը սարքին է, կարգին վիճակում է, ու ուզում եք ինքը այդպես ավելի երկար ծառայի, անպայման օգտվեք ու կզգաք տարբերությունը, թե ինչքան երկար կծառայի շարժիչը ու ինչքան քիչ եղավ այդ մաշվածություն իզնոս ասածը։ Իսկ մենք արդեն անցել ենք մոտ 6 կիլոմետր։ Полет нормальный. Полет нормальный, ջերմաստիճանը նորմայի մեջ է։ Իսկ մեզ համար առաջին ինդիկատորը այդ ջերմության բարձրանալն է։ Այսինքն հավելանյութը սկսում է չկարողանալ կառավարել, այսինքն այդ շերտը չի պահում ու ձեթը սկսում է տաքանալ։ Այո։ Բայց եթե ջերմաստիճանը պահմանես ոնց որ իսկական մեքենայի յուղը լցնելու դեպքում է լինում, նշանակում է, որ петролерон ընտիր աշխատում է։ Любое масло, у него есть два, грубо говоря, критерия. Это первое, это уровень масла, чтобы был правильный уровень масла. Второе, это перегрев масла. Если у нас масла мало, происходит меньше смазки, мотор может стукануть. Второй момент, когда масло перегревается, у любого масла есть допуск по температуре. Грубо говоря, там пусть будет 105 градусов по Цельсию. Если мы проходим эту метку, то есть мотор начинает перегреваться, масло начинает терять свои свойства, и мотор может опять стукануть. Вот в этом также заключается сущность этих присадок, их свойство, чтобы они не допускали именно перегрева масла. На турбированных двигателях, ну так как, кстати, турбина, у турбины идет контур смазки, то есть он также на масляной смазке, это масло поступает из двигателя. В турбине, так как турбина может крутиться с огромной скоростью оборотов от 80 тысяч, там, грубо говоря, какое-то X количество оборотов тысяч, там масло нагревается намного сильнее, чем в двигателе. Потом поступает обратно в двигатель, там охлаждается и идет обратно. Вот эти присадки петролера, они держат, конкретно вот эта, которую мы залили, она держит до 1200 градусов по Цельсию. О, да. 1200. 1200 աշճան։ Հա։ Այդ турбированный մեքենաների համար է։ Турբոյի մեջ, հա։ Ահա 1200 աստիճան։ Իսկ ինչ հարաբերակցությամբ պետք է լցվի, ասենք, յուղ ու պետրոլերո։ На каждые 6 литров, ամեն 6 լիտրին մի присадка. Մի լիտր։ Չէ։ Մի присадка։ Մի присадка։ Մի присадкան 200 գրամ է։ Հա։ Հա։ Если автон 7 литр յուղ ատանում, Հա։ 2 присадка получится. У тебя же гибрид. У меня гибрид, правильно. В гибридной машине особенно часто надо это
Использовать почему? Потому что у тебя, например, двигатель может несколько дней вообще не запускаться, правильно? Правильно. Ты ездишь на электричке, в какой-то момент, когда у тебя начинает зарядка садиться, вот условно сейчас на трассе у тебя зарядка сядет, у тебя включится двигатель. Правильно. На гибридных машинах двигатель запускается и сразу начинает крутиться в отсечку. У тебя масло еще холодное. Понял. Вот для... Ты же не знаешь, когда это будет. Например, на бензиновом двигателе мы машину заводим, какое-то время прогреваем, потом ездим спокойно до тех пор, пока масло прогреется, и потом можно уже, грубо говоря, жарить. А на твоей машине ты не можешь это контролировать, потому что у тебя это контролируется блоком управления. И вот там ты заливаешь присадку для того, чтобы просто сохранить именно ресурс твоего двигателя. На гибридных машинах и на машинах, где используется старт-стоп, очень часто, когда на светофорах машина глохнет, потом запускается, это особенно нужно. Կա շուկայում ալտերնատիվա ու եթե հա ինչով է ձերը տարբերվում ու առավելություն ունի, չունի։ Смотри, альтернативы есть в любом случае. Просто для людей здесь это новая такая тема, о которой мало кто знает. Альтернативы, конечно, есть по всему миру, но основное наше отличие в том, что каждая присадка у нас предназначена для определенного масла с определенной вязкостью. Это первый момент. А второй момент, у нас вот эти разные виды присадок, они предназначены для конкретно разных типов двигателей. Это самое главное отличие, поэтому, так как для каждого двигателя подбирается своя присадка, это значит, что она разрабатывалась конкретно под какой-то двигатель, то есть универсальная какая-то присадка, и может на одном двигателе работать хорошо, на другом двигателе работать плохо. А здесь каждая присадка, так как разрабатывается для определенного двигателя, значит для каждого двигателя она будет работать хорошо. Вот это. Այդ խորհրդատվությունը կարան ձեր միջոցով ստանալ։ Да, конечно. Այսինքն ձեր edge-ին գրեն կամ չգիտեմ մոտենան ձեր Emerging, Zangen, այստեղ կամ TTH. կամ TTH մոտենակ, ասեք ես ինչ մեքենան է։ Դե փաստորեն ստացվում է կա սովորական տենց առօրյա քշելու մեքենայի համար, կա շատ արագի, կա գոնոչնի մեքենաների համար, իսկ օրինակ մեծ ջիպերի բանի համար թե տարբերություն չկա, շարժիչը իր շարժիչն է։ Կա տարբերություն։ Կա էլեկտրոմոբիլներին էլ է դա խորհուրդ տրվում ստացվեց։ Ну, для гибридов, да, конечно. Ну, հիբրիդների մասը։ Այս մեքենային էլ է խորհուրդ տրվում։ Նոր զրուցում ենք, ինչ է մտնում կազմի մեջ, կա ցինկ, մոլիբդեն ու կան կրկնակի ցինկ, հա, կրկնակի ցինկ է կոչվում, մոլիբդեն ու իմացա, որ նաև այն նյութերը, որոնք մեջը կան, մասամբ օգտագործվում են ռազմաարդյունաբերության մեջ, այնպես որ դրանք հաստատ ուժեղ բարձր նագրուսկաների համար են նախատեսված։ Իսկ մենք համարյա ինձ թվում է մի 40 կիլոմետր, 50 կիլոմետրից կհասնենք Գյումրի, մեր մոտ ջերմաշճանը, յուղի ջերմաշճանը հետևում ենք նորմայի մեջ է։ Մենք 50 համարյա 60 կիլոմետր գնացել ենք արդեն։ Իդեալական է, ձայն, բացարձակ, ինչ-որ արտարոց յուրահատուկ, խանգարող, ոչ սովորական ձայն, բացարձակ չկա, մեքենան շատ թափուկ գնում է, թափը տեղն է, ես գիտեմ, որ շատերը կասեն, դե յուղակ, ձեթ եք դեցել, կարող է թափից ընկ չէ, թափը տեղն է, ես հիշեցնեմ, որ սա F30 է, Stage 3-ով, ռոլել են, որ ասում ես, с кузовом 360 AMD FUSB бан. Это BMW F30 340i с двигателем B58. На этой машине выполнены доработки до уровня Stage 3 от TTH Performance. Stage 3 входит тут, кстати, большая турбина, бескатализаторные даунпайпы, выхлопная система, программное обеспечение двигателя и коробки. 326 лошадиных сил, мы уже это говорили, в стоке в заводе у этой машины. Сейчас 500-600. Մենք հասանք Գյումրի ու անցել ենք 109 կիլոմետր 100 մետր։ Ահա, մի հատ
Կարանք կապոտը բացենք, շարժիչի ձայնը լսենք։ Հələ տեսնենք։ Так. Всё нормально. Отлично։ Այստեղ փոքր-մոքր sense կաթիլիկներ կան, որոնք մենք ենք լցրել։ Յուղը լցնելիս։ Պես այսինքն։ Բայց ձայնը հաճելի։ Ջերմաշճան։ Հələ նայեք ինչ ուղղվածման համակարգը այնքան լավ է աշխատում, որ կանգնելուց հետո երևի մի րոպեվա ընթացքում իջներ։ Մենք Գյումրին անցանք, գնում ենք Կիրովական, երևի մի 15 րոպեից կհասնենք։ Հասնենք, չափենք եւ յուղի տաքությունը եւ կասենք միանգամից որքան ենք անցել։ Այս պայդրությամբ անցել ենք 125 կիլոմետր, շարժիչը աշխատում է իդեալական, աշխատում է ձեթով։ Дополнительно, да, еще вот есть такая информация. Смотри, есть существуют промывочные присадки. У других компаний промывочные присадки, вот ты заливаешь присадку, она сразу весь нагар, все, что скапливается в двигателе, собирает, и все это скапливается в поддоне двигателя. То есть, грубо говоря, он сверху двигателя спускает это все вниз, эта присадка. Наша вот эта присадка Extra Life, которую используют петролера, она собирает весь этот нагар и держит именно в масле. То есть она не дает осадок, это все постоянно держится в масле. И потом после замены масла уже все это сливается, вместе с маслом уходит. И двигатель в идеально чистом состоянии остается. Это используем чаще всего в дизельных двигателях, потому что любой дизельный двигатель, у него очень большой нагар. И двигатели с большим пробегом. Это присадка Extra Life. Օ, գոլ ջամա 222։ Այ, մինչ այլոց։ Շնորհակալություն մեր գործընկերոջը Garmin-ին։ Հնարավոր է շուկայում լինի այդ պատձելկա ասածը ֆալշը, կարա հանդիպի։ Լավ չի հանդիպե, պաշտոնական ներկայացուցիչը մենք ենք, Պետրոլերոյի պաշտոնական ու միակ։ Սա չի հանդիպե։ Եմ ասում, որտեղ օրինակ լինում են յուղեր, չէ, որ հոլոգրաֆիկ նշանը հատուկ դնում են, որ այդ ֆալշը, կեղծը հանկարծ չհանդիպի։ Դեռ այստեղ ոնց որ դրան չեն հասել զեղծարարները։ Իսկ եթե դուք ուզում եք որակյալ ապրանք, ապա օգտվում եք, գրում եք, կամ զանգում եք Պետրոլերոյին, ձեզ խորհուրդ տալիս են, դուք օգտվում եք։ Եթե չգիտեմ, բնականաբար կարող է կասկածեք, մտածեք, ասեն ուղղակի գովազդ է, այն է, բացարձակ։ Ես հիմա հավատում եմ իմ աչքերին ու իմ տեսած փորձին։ Ուղղակի մի անգամ փորձեք։ Կամ չգիտեմ, գտեք ձեր ընկերների մեջ մեկին, ով որ փորձել է ու անկեղծ կարծիք հարցրեք։ Մենք միանշանակ խորհուրդ ենք տալիս։ Едем. Վանաձոր, մենք հասանք Վանաձոր, անցել ենք 185 կիլոմետր։ Մենք Վանաձորում ենք, ֆիքսում ենք։ Վանաձոր, ռոլ որպես մասնագետ, քո կարծիքը։ Двигатель работает идеально. Давай вот так микрофонами подойдем. Идеально просто работает. Ну как обычный двигатель на обычном масле работает, так он работает. Հələ ցուցանիշները։ Проехали. Так, мы проехали 170. Плюс 2. Այո, 2-3 километра. այո։ Уровень моторного масла окей. Температура ниже среднего даже. Все идеально. Раз газ, брат. Էս stage 3-ն է, էլի հայտնի։ Всё, հիմա հետ ենք գնում Едем Գյումրի։ обратно.
Ձեզ ինչ կա։ Տեսակ չվայելեցիք։ Իսկ մենք 340 կիլոմետր եկանք, հեսա հասնում ենք TTH։ Հələ ինչքան։ Օժո։ Ուղիղ 340։ Ջոգի 340 կիլոմետր ուղիղ։ Շեհոն կատակում ենք արդեն։ Եվ այսպես մեր արշավը ավարտվեց։ Մենք անցանք ուղիղ 342 կիլոմետր, ուղիղ չեղավ, 342 կիլոմետր անցանք, գնացինք Գյումրի, Գյումրից Կիրովական, Կիրովականից հետ Գյումրի ու եկանք այստեղ։ Ինչու մեր այս արշավի դժվարությունը, քանի որ մեքենան յուղի փոխարեն լիցքավորված էր ձեթով, սովորական ձեթով եւ մեր նոր հովանավոր Petrolero-ի, այսպես ասած, հավելանյութով, որը հնարավորություն է տալիս երկարացնել շարժիչի կյանքը, հին մեքենաների մաշվածությունը վերականգնել, ավելի երկարացնել կյանքը, իսկ նոր մեքենաների մաշվածությունը ուղղակի ուշ է լինում։ Ինչ անեմ, դուք ձեր աչքերով տեսաք, մենք միանշանակ խորհուրդ ենք տալիս, իսկ եթե կլինեն հարցեր, կարող եք դիմել տղաներին, նրանք ասեն ձեր մեքենային որն է պետք ու որքան է պետք։ Եվ առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հովանավորներին ու գործընկերներին, ում շնորհիվ առանց սահման հաղորդումը հնարավոր է դառնում։ Շնորհակալություն ենք հայտնում մեր գլխավոր հովանավոր Գալֆին։ Գալֆը շուկայի ներմուծում որակյալ վառելիք եւ նրանց լցակայաններում դուք կգտնեք որակյալ բենզին, դիզել վառելիք եւ հեղուկ գազ, իսկ համեղ հոթ-դոգն ու սուրճը ձեր ճամփորդությունը կդարձնել ավելի ուրախ ու հետաքրքիր։ Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր TTH Performance-ին եւ Garmin-ին։ Եվ այսպես ձեզ հետ է Դավիթ Ռակուրսը, դուք դիտում եք առանց սահման հաղորդումը, մենք ձեզ ասում ենք միշտ նոր հանդիպում, հաջողություն։